Հայտնի եւ սիրված երգչուհի Տաթև Ասատրյանն օրերս իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու հետ նկարահանած գեղեցիկ հոլովակով։ Տեսանյութում զույգը պարում է երգչուհու կատարմամբ հնչող երգի ներքո, ստեղծելով ջերմ ու ռոմանտիկ մթնոլորտ։ Հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել երգչուհու հետևորդների շրջանում, արժանանալով բազմաթիվ հավանումների եւ դրական արձագանքների։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Կայացավ տարվա երգ 2025 ամփոփիչ մրցանակաբաշխությունը, որտեղ ներկա էր նաև երգչուհի Տաթև Ասատրյանը։ Տաթևն իր մրցանակը ստանալուց հետո հանդես եկավ հուզիչ շնորհակալական խոսքով, ընդգծելով, որ այս հաղթանակը չէր լինի առանց հանդիսատեսի աջակցության։ Դիտեք հոլովակն առանց մեկնաբանության։ Բարի երեկո սիրելիներս, ո՞նց եք, ո՞նց հատրամադրություն։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանի է համարել լինեմ իմ հայազգին պիտանի զավակ։ Եվ անսահման շնորհակալ եմ ձեզ, որ ինձ թույլ եք տալիս մտածել, որ իմ աշխատանքը ինձ հարում է։ Շնորհակալ եմ։ Տաթև Ասատրյան, բարձր ծափահարություններ։ Տաթև Ասատրյան, բարձր ծափահարություններ։ Տաթև Ասատրյանը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը հետևել էր զրույցին եւ առանձնացրել կարևոր հատվածներ, որտեղ նա խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին Տաթևը նշել էր. Մինչև հաղորդմանը մասնակցել եմ, 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որ ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ։ Տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես, ասել է երգչուհին։ Զրույցի ընթացքում նա ցավով խոսել է նաև մանկության ու պատանեկության բարդ տարիների, մայրիկի հիվանդության մասին։ Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ, ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում եւ այդ ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Օրերս կայացավ Տաթև Ասատրյանի երկրպագուների կողմից այդքան սպասված եւս մեկ մենահամերգ։ Տաթևը բեմում մենակ չէր, նա մեծ հպարտությամբ հանդիսատեսին ներկայացրեց Նժդեհին։ Տաթևի խոսքով Նժդեհը սկսել է ավելի լավ նվագել։ Նա պարապում է եւ ունի մեծ ձգտում։
Վերջին հրապարակումներից եւ համերգային տեսագրություններից պարզ երևում է, թե որքան է Նժդեհը մեծացել եւ հասակ առել։ Տաթևը անգամ կատակեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նա արդեն իր հասակին կլինի։ Երգչուհին նաեւ նշեց, որ եթե Նժդեհը շարունակի նույն կերպ, ապա շուտով կսկսի նվագել բենդում։ Փորձեք դիտել Starnews-ի կողմից առանձնացված հոլովակն առանց հուզվելու։ Տաթև Ասատրյանը երգում է, իսկ Նժդեհը դհոլ է նվագում։ Ես ուզում եմ դուք տեսնեք, թե անցած համերգի համեմատ ոնց է մեծացել։ Հետո է։ Բան չմնաց։ Մյուս համերգի արդեն իմ գոյին կհասնի։ Բայց այս համերգներին չէ, մարզադաշտի։ Մեծ նախ։ Սիրելիներս, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ոնց որ և միշտ։ Դահլիճում գյումրեցիներ կան։ Անատելի գյումրիում եք։ Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ մեր համատեղ երգը։ Տեսնում եք, առաջվա համեմատ սկսել ավելի լավ նվագել։ Սովորում եմ։ Կարևոր է, ուզում է դառնա երաժիշտ, իրան շատաբուրեք է լինել երաժշտության մեջ, մեր թիմում։ Այ որ սկսես ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին են բենդում նստած կլինես։ Կուզես, այ ինչ ունես ասելի համար։ Բարձր։ Շնորհակալություն։